Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան հրավերն ընդունելու համար։ Շարունակվելու է մեզ մոտ եւս քննարկվել ազգային ժողովում նախորդ օրը տեղի ունեցածը։ Արդեն որերորդ նման միջադեպ են տեղի ունենում ձեր եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ։ Տիկին Ղազարյան, մինչեւ երբ սովորական քաղաքացում պիտի հրամցնեք ձեր քաղաքական գործիչներից այդ վեճ ու կռիվները, միմյանց հայհոյելը, վիրավորելը, չէ՞ որ ի վերջո այս նախկիների թալանչիներ, շուրացողներ կռիվը մի օր պիտի ավարտվի։ Երբ եք ավարտելու դա եւ անցնելու իրական օրակարգերին։ Նախ եւ առաջ ուզում եմ ընդգծել, որ գուցե դա շատ լրատվական ուշադրությունից դուրս է մնում, բայց խորհրդարանը արդեն երկու շաբաթ է ողջամ քարորիայի ընթացքում քննարկել է բազմաթիվ հարցեր, բազմաթիվ օրակարգեր, մենք ընդունել ենք տասնյակ օրենքներ, որի շուրջ բավականին ուրեմն բովանդակային քննարկում է ծավալվել։ Թե պատգամավորների կողմից կարևոր նախագծեր են ներկայացվել, օրինակ պատգամավոր Ծովինար Վարդանյանի, Արուսյակ Մանավազյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից էներգետիկ ոլորտը կարգավորող նախագիծ, որը էականորեն փոխելու է քաղաքացիների համար ուրեմն գնագոյացումը էներգետիկ ոլորտի եւ քննարկվել են տարաբնույթ հարցեր, բայց քանի որ այս քարորիային մենք նաեւ քննարկել ենք ուրեմն մի քանի զեկույց եւ հաղորդում եւ կարեւորագույն հաղորդումներից մեկը իհարկե դա քննչական կոմիտեի, ինչպես նաեւ դատախազության կողմից ներկայացված հաղորդումներն էին, որի ընթացքում հնչել են թվեր եւ քանի որ երկու շաբաթ է կամ մի փոքր ավել, որ Սահմանադրական դատարանը ի վերջո տվել է իր եզրակացությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ, կրքերը թեժացել են մի բանի բերումով, որ խորհրդարանում ներկայացված Հայաստան դաշինքը ունի հստակ մեկ առաքելություն, դա Քոչարյանի ընտանիքի ըստ էության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով անցնող այս ուրեմն էջեր քննարկման ենթարկված, այսինքն ժամեր տևողություն ունեցող գույքի պահպանության հարցը։ Պիտի ամբողջ պատգամավորների խումբը լծվի մի անձի պաշտպանությանը։ Պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի ունեցված։ Շատ լավ հարց է, թե ինչու պետք է, կարող ենք այս հարցը վերաձևակերպել նաև հետևյալ ձևով, ինչու պետք է 5 պատգամավոր հրաժարվեին իրենց մանդատներից, որպեսզի Լևոն Քոչարյանը հայտնվի խորհրդարանում, ինչու իրենց ուրեմն ամբողջ ֆրակցիան, ինչպես տեսնում ենք նկարում, ներկայ է գտնվում մեկ մարդու պես ներկայանում է Նիստերի Դալիճև, որ խոսում է Լևոն Քոչարյանը, որովհետև այնտեղ կա մեկ նպատակ, իրապես պաշտպանելու ապօրինի ծագում ունեցող գույքը։ Իդեպ միայն Քոչարյանը չէ, որ անցնում է այս հոդվածով, իրենց ֆրակցիայի ղեկավարն է անցնում եւ մի շարք այլ ընդդիմադիր պատգամավորներ, եւ սա է հիմնական այն ներվը, որը բորբոքվեց եւ զարգացավ քննարկումների ժամանակ, իսկ ընդդիմությունը թող երբեք չակնկալի, որ որևէ քաղաքական հայտարարություն անպատասխան է մնալու, քարե-քարին չենք թողնելու, մենք արձագանքելու ենք ընդդիմության ցանկացած հայտարարությանը, ոչ մի հարցադրում անպատասխան չի մնալու, իսկ իրենք քանի որ սովոր չեն եւ հատկապես Լևոն Քոչարյանը քաղաքական խոսքին, այդ ինչ է նշանակում, որ ԱԺ ամբիոնից, ուրեմն քաղաքական ամբիոնից ելույթ է ունենում փոխխոսնակը եւ ուրեմն շատ է լինում, որ իրանք տեղից ընդհատում են։ Զարմանալի է, որ այն ինչ կատարվեց ազգային ժողովում, դուք ասում եք քաղաքական խոսք։ Երկու կողմից էլ ուղղակիորեն հնչել են հայհոյանքներ եւ տարբեր քաղաքացիական պայմանագրից հնչող հայհոյանքներ չեմ լսել, ասեմ ավելին, հնչել է բացառապես քաղաքական տեքստ, հնչել է օրինակ Արսեն Թորոսյանի կողմից խոսք։ Դա քաղաքական տեքստ է։ Այո, որովհետեւ Արսեն Թորոսյանը շատ կարևոր շեշտադրումներով հանդես եկավ, որ չի կարելի էթնիկ խմբերի անվանումներ տալով, ազգություններ անվանելով միմյանց վիրավորել, որ դա քաղաքակիրթ ուրեմն բանավեճ չի եւ եզրափակիչ մասը լիվ քաղաքական բնույթ է։ Որևէ հայհոյանք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չեմ լսել, ես լսել եմ բավականին հավասարակշռված արձագանք, օրինակ Հակոբ Արշակյանը ելույթ է ունենում, եւ որ դրան արձագանքում է Լևոն Քոչարյանը դու ով ես, նա ոչ թե վիրավորում է Հակոբ Արշակյանին, նա վիրավորում է ինստիտուտը, որովհետեւ եւ վիրավորում է 650,000 քաղաքացիներին, ովքեր ձևավորել են խորհրդարանը եւ ընտրել են իշխող մեծամասնությունից Հակոբ Արշակյանին, թող որևէ մեկը չմտածի, թե կարող է տեղից գոռալ դու ով ես եւ իր հայտարարությունը անպատասխան մնա, սա ինստիտուտ է եւ քանի որ դեռ գիտակցում չկա, որ ընդդիմության մոտ որ խոսքը գնում է պետության մասին, պետական ինստիտուտների եւ սա ներեցեք բառից համար, բայց բակային ուրեմն բանավեճ չէ, պետք է
հասկանալ, որ դու տեղում նստած ես, իսկ ամբիոնի մոտ խոսացողը խոսում է։ Այսինքն քննչական կոմիտեի նախագահն է խոսում, անդադար որոշ պատգամավորներ տեղից արձագանքում են։ Այդպես չի։ Հասկանում ենք, մենք էլ շատ հաճախ, երբ որ օրինակ Լևոն Քոչյանը ելույթ էր ունենում, ես ոչ մի ասած արտաբերած հայտարարության հետ համաձայն չի, բայց քաղաքական մշակույթ կա, ես նստում եւ լսում եմ, հետո հերթագրվում եւ գալիս արձագանքում եմ։ Չի կարելի Հակոբ Արշակյանին, որ ոչ թե որտեվ Հակոբ Արշակյանն է, ոչ թե որտեվ փոխնախագահն է, այլ քաղաքական ամբիոնից ելույթ ունեցողին լսում են, ոչ թե ասում են դու ով ես, որ ինձ ասես տեղը նստիր։ Նման բան տեղի չի կարող ունենալ։ Հակոբ Արշակյանը համատեղի լուծությամբ այդ օրը վարում էր նույնիսկ եթե ընդդիմադիր կողմը սադրում է ձեզ եւ նույնիսկ իրենք են առիթ հանդիսանում նման իրավիճակների ստեղծման, դուք եք մասնակից դառնում այդ իրավիճակի, ներգրավում եք այդ իրավիճակի մեջ եւ դուք հավասարապես պատասխանատվություն եք կրում, որպեսզի նման իրավիճակներ թույլ չտաք, բայց դուք հավասարի պես անցնում եք այդ լեզվակռվին, հայհոյանքներին եւ ավելի վատ սեռական բնույթի հայհոյանքներին։ Նախ սեռական բնույթի հայհոյանք ես առհասարակ չեմ լսել, պետք է անկեղծորեն ասեմ, որպեսզի պատգամավորներ քաղաքացիական պայմանագրից թե բանավեճերի ժամանակ ասեն, թե ուրեմն կադրից դուրս եւ այլն, իսկ ինչ վերաբերում է այո քաղաքացիական պայմանագիրը որպես իշխող կուսակցություն գիտակցում է իր պատասխանատվության բեռը, բայց ուզում եմ ասել, որ չափազանց շատ են եղել դեպքերը, երբ որ մենք լռել ենք եւ դրանք արձանագրված դեպքեր են, բայց գիտեք ինչ, կրկին, եթե մենք դիտարկենք իրավիճակը մինչև Լևոն Քոչյանի տեղից արձագանքը, ապա Լևոն Քոչյանը ունենում է իր ելույթը, ունենում է այդ ելույթը ավարտ հստակ ինքը գնում է եւ նիստը վարողը ուրեմն ելույթ է ունենում օգտվելով իր իրավունքից։ Եվ քանի որ իրանք ընդունակ չեն լսել արձագանք, նրանք տեղ ունեցավ այս միջադեպը, ես նկատի ունեմ, մենք մինչև վերջ նստած լուր լսել ենք եւ եթե դուք նկատել եք Լևոն Քոչյանի ելույթը մեկնարկեց վիրավորանքով ունեցել հենց Լևոն Քոչյանի սադրմամբ։ Եվ եթե ընդդիմադիրները հակադարձում են այն մասով, որ այս ներվը սրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի չորեքշաբթի օրը, նախորդ չորեքշաբթի օրը տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրած արձագանքից կամ խոսքից իրենք էլ ընդդիմադիրներն էլ դա են պնդում եւ դրան հակադարձելով են իրենք ասում, որ հենց դուք իշխանականներ եք սադրում, հենց դուք իշխանականներ եք իրավիճակ սրում, որովհետեւ դե իրենց բացատրությունները ունեն, մենք բացատրությունների մասին կխոսենք դեռ, բայց ասում են, որ ձեզնից է սկսվել։ Նախ եւ առաջ երեք ես դիտել եմ Գեգամ Մանուկյանի հարցազրույցը, ով ինքն է արձանագրում, որ ինքը նույնպես, ինչպես նաեւ Քրիստինե Վարդանյանը, բավականին սուր հարցադրումներով հանդես են եկել եւ վարչապետին հարց են ուղղել։ Այո, համաձայն եմ, հնչել են բավականին սուր հարցադրումներ եւ վարչապետը նրանց արձագանքել է։ Ամբողջ իրավիճակի լարումը, սրումը սկսում է այն պահից, եւ որ իրանք սկսում են տեղից արձագանքել։ Եվ քանի որ մենք հաճախ, երբ որ նայում ենք հեռուստացույցով նիստը, տեսնում ենք միայն ամբիոնի մոտ կանգնածին, մենք չենք կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում հակառակ կողմում, բայց տեղից գոռալը, տեղից արձագանքելը, իր հերթ չտալով ընդհատելը, դա իհարկե ուրեմն 1 կլինի, 2 կլինի եւ երրորդը ստանում է իր քաղաքական արձագանքը։ Եվ սա շատ կարեւոր է ընդգծել, որ մենք որպես իշխող մեծամասնություն բավականին զսպված դրսևորում ենք ունենում։ Ինչ Լևոն Քոչյանի ելույթը մեկնարկեց վիրավորանքով եւ կշտամբանքով եւ իր արձագանքը, այսինքն ելույթը մեկնարկել է արդեն այս վիրավորանքով եւ մենք քաղաքակիրթ ձևով նստել եւ լսել ենք ոչ մի ասած արտահայտության հայտարարության հետ ես նստած տեղս համաձայն չեմ եղել, բայց այդպեսին չի մշակույթը քաղաքական եւ քանի որ ասում եմ կրկին չունի պատկերացում ինչ է պետությունը, ունենք այն ինչ ունենք։ Ընդդիմադիր պատգամավորները կոնկրետ այս միջադեպով պայմանավորված հայտարարում են, որ դուք հունից դուրս եք գալիս այն ժամանակ, երբ իրենք ձեզ մեղադրում են եւ փաստաթղթավորված կամ փաստերով ներկայացնում են կոռուպցիոն դրսևորումների մասին ձեր քաղաքական թիմում, ձեր գուցե նախարարների, պատգամավորների կամ առհասարակ պաշտոնյաների շրջանում եւ իրենք ասում են, երբ մենք խոսում ենք դրա մասին, փաստարկում ենք մեր ասացները, մեր մեկնաբանությունները, ձեր ոտքերի տակից ուղղակի հողը փախչում է եւ դրա համար դուք չունենալով պատճառաբանված բացատրություն իրենց բերած փաստարկների, ուրիշ բան ձեզ չի մնում, քան հայհոյելը եւ նմանատիպ իրավիճակ սադրելը։ Հայտի փեսացունել իր խոհանոցից, ուրեմն եթե կհիշեք, մինչեւ պատերազմ փորձում էր մեր եւ իրենց միջև, այսպես ասած, հավասարության նշան դնել, որտեղ անհերքել է, որ հեղափոխությունը արձագանք է եղել տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարին,
այսինքն քաղաքացիները արձագանքել են այս պայքարին, չունենալով որևէ լեգիտիմ մեխանիզմներ իշխանափոխության, այսինքն ընտրությունների ինստիտուտը լրիվ ոչնչացված էր եղել եւ բնական է, որ իրենք փորձելու են այլ մեթոդ կիրառել, ասել, որ մենք էլ իրենց պես ենք, հա։ Նախ մենք արդար ենք, ես ուղիղ ուզում եմ մեր քաղաքացիներին ասել, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը նույնքան է, որքան 2018 թվականին, եւ եթե որևէ մեկին թվում է, որ Անիֆը, Աննա Գրիգորյանի կամ Գեգամ Մանուկյանի մենաշնորհն է, չարաչար սխալվում են այդ թեման։ Նախ այդ թեման ծագել է մի շատ պարզ իրավիճակի բերումով, հա, այս այն ինչի մասին իրանք խոսում են եւ հետաքնող մեդիան էլ օգտվում է տեղեկատվությունից, եւ որ վարչապետին ենթարկվող, իրեն զեկուցող կառույցը սկսել է ուսումնասիրություններ, պետական վերահսկողության ծառայությունը եւ հայտնի են դարձել որոշ տեղեկատվություն է մեզ հայտնի դարձել, որը փոխանցվել է քննչական կոմիտեին եւ այս խոսակցությունը հանրային քննարկման դաշտ չէր ուրեմն ընկնի, եթե չլիներ վարչապետի կողմից այս տեղեկատվության մասին անհանգստությունը եւ ուսումնասիրությունը եւ առհասարակ ուզեմ ձեզ անկեղծորեն ասել, որ ես շատ լավ հիշում եմ այն օրը, որ Անիֆի մասին ֆրակցիայի ներսում առաջին անգամ տեղի ունեցավ քննարկում, թե աշխատավարձերի մասով, որը հիմա չեմ ուզի ասել, բայց падգամավորներից մեկի, մեր ֆրակցիայի падգամավորներից մեկին պաշտոնական հարցմանի պատասխան է եղել։ Եվ այս խոսակցությունը նախ եւ առաջ անհանգստացրել է մեզ ամիսներ առաջ եւ մենք իմացել ենք, որ գործ ուղարկվել է քննչական։ Դե իրենք միայն Անիֆը չեն վկայաբերում, իրենք առհասարակ ձեզ մեղադրում են կոռուպցիոն դրսևորումներ ունենալու մեջ եւ դուք դրանից հունից դուրս եք գալիս։ Նաեւ հայտարարում էր Գեգամ Մանուկյանը, շատ լավ, ես որևէ մեկին եւ մեր քաղաքական թիմը պահել, կոծկել, ցանկություն չունենք։ Դրա համար շատ լավ հաղորդումներ ներկայացան։ Ես ինքս, անկեղծ ասած, եւ որ մամուլում ինչ որ տարօրինակ գրառում եմ տենում, որ ունենում է հիմնավորումներ, ես ունեմ ապացույց, որ ինքս ուղարկել եմ գլխավոր դատախազին եւ խնդրել եմ ուսումնասիրել մամուլում տեղ գտած այս հաղորդումը։ Այսինքն ես ինքս որևէ կաշկանդվածություն չունեմ, որևէ պաշտոնյայի վերաբերյալ որոշ տեղեկատվություն ուղարկել քննման։ Իսկ դուք հունից դուրս չեք գալիս, երբ որ ձեզ կոռուպցիայի մեջ են մեղադրում, ձեզ նկատի ունեմ ես ունից կարող եմ դուրս գալ այն երեսպաշտությունից, որ Աննա Գրիգորյանի դիմաց նստած է, ուրեմն իր ֆրակցիայի ղեկավարնով անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով, կողքը կամ հետևում նստում է մեկ այլնով անցնում է եւ Աննան գետ 1 Տիկին Գրիգորյանը գետ 1 րոպե ուրեմն հարցադրում չունի, հարց չունի, խնդիր չունի, կոմֆորտ է եւ գալիս եմ ես, բա չէ, ոնց որ այս հոդվածի այս կետով, որը հրապարակվել է մամուլում, այո, մամուլն ազատ է առավել քան երբևէ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը 34-րդ, մենք ԵՄ անդամ պետություններից որոշ առաջ ենք մամուլի ազատությամբ եւ գալիս ես մենք գիտեիք, այսպիսի հրապարակում ունես, ուրեմն դուք կոռուպցիոներ եք, ոչ, մենք կոռուպցիոներ չենք, Հայաստանի Հանրապետությունում չկա համակարգային կոռուպցիա եւ դրա վառ վկայությունը այն էր, որ քննչական կոմիտեի նախագահան հայտարարեց, որ լինելու են նորություններ, մեղադրական, ուրեմն մեղադրյալներ, այս ուրեմն հենց Անիֆի նույն գործով։ Ոչ մենք ասում ենք ձեզ մեղադրելով, տեսեք դուք ասում եք այս կամ այն պաշտոնյան նախկին կամ գուցե ներկա անդիմադիր դաշտից անցնում են այս կամ այն կոռուպցիոն սկանդալի միջով կամ ապօրինի գույքի ծագման բռնագանձման օրենքով, բայց իրենք էլ ասում են դե դուք 7 տարի ժամկետ ունեիք, իշխանության էիք, իրենց ձևակերպմամբ բոլոր դատական, բոլոր իրավապահ բոլոր կառույցները ձեր ենթակայության տակ էին, ապացուցեիք, եթե չկան այսօր ապացույցներ, այսինքն օրինական ուժի մեջ մտած վճիռներ, օրինակ չկան նույն այդ ցայտուն անունների հետ կապված, ուրեմն որևէ անօրինական բան չկա։ Դե Լևոն Քոչարյանն էլ ասում էր, այո, դրանք կան, բայց բոլորը օրինական են, դե երևի թղթերով ամեն ինչ նորմալ է, տարբերակի մասին է խոսքը։ Նախ թղթերով ամեն ինչ նորմալ չէ, դրա համար հենց կոնկրետ է զգույքը, այս պարտատոմսերը, այս գումարը անցնում է ապօրինի ծագում ունեցող օրենքով, այո։ Իսկ ինչ է վերաբերում 7 տարվա մասին։ Այո, ճիշտ են ասում, որ 7 տարի մենք իշխանություն ենք, եւ ես ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, այն հանգամանքի, որ 7 տարի մենք պարապ-սարապ չենք նստել, մենք ձևավորել ենք լրջագույն ինստիտուտներ, ինչի մասին է գնում խոսքը։ Մենք ընդունել ենք օրենք, որը իդեպ այս ընդդիմությունը, այն որ ասում եմ, եկել են գույքը պաշտպանելու, դիմել էին սահմանադրական դատարան, այսինքն ինստիտուտ համար մենք ներդրել ենք մեխանիզմ, ինչպես է պետությունը ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու առհասարակ, ոչ թե գնալու ենք բաց ենք
տան դռները եւ վերցնենք, այ ինստիտուտ ենք ներդրել։ Մենք ստեղծել ենք հակակոռուպցիոն դատարան, որպեսզի այս հարցերը քննի։ Ուրեմն մենք այնպիսի մեխանիզմներ ենք ներդրել, որպեսզի սա քաղաքական ճնշման գործիք երբեք չլինի եւ չդառնա։ Եվ այս 7 տարին բավարար էր, որպեսզի մենք ունենանք այս պահի դրությամբ 8 հաշտության դեպքեր, այսինքն պաշտոնյան համաձայնել է, որ այսքան գույքը ապօրինաբար ապօրինի ծագում ունի, եւ մենք ունենք տասնյակ դեպքեր այլ քրեական գործերի շրջանակներում, եւ որ համայնքին է վերադարձվել հող, զբոսայգի, մանկապարտեզի տարածք եւ այլն, եւ իհարկե Երևանի կենտրոնում AUX-ի շենքը մեզ հայտնի իրադարձությունների բերումով, հա, որը ուրեմն կրկին քրեական գործի շրջանակներում վերադարձվեց պետությանը, եւ գիտեք ինչ, ես այս վերջին անգամ ելույթումս էլ խոսում էի, որ անդիմությունը երբեմն այսպես փորձում է ասել, որ օրինակ նույն 500 դպրոց, մանկապարտեզ եւ դպրոց ծրագրի շրջանակներում մեզ ինչ որ տենց մեղադրական բա ուրա թերակատարել է կամ այսքան դպրոցից այսքան տոկոսն եք կառուցել, բայց մի հատ եկեք ակունքը գնանք էլի, ինչի 30 տարի պետականություն ունենալուց հետո քարիք կա 500 մանկապարտեզ եւ 300 դպրոց կառուցելու, որովհետեւ պատասխանեմ ինչի, նույն դատախազի եւ քննչական կոմիտեի հաղորդումներով բարձ է դառնում, որ գրեթե ամիսը 1 օրը 1 Դիլիջան համայնքին կլինի Մարտունի վերադարձվում են համայնքային գողացված մանկապարտեզների տարածքներ։ Այսինքն պարզ է, չէ, որ այս պետությունը մեջ արած երկու ֆրակցիաների տարբեր անդամներ հիմա կռիվ են տալու, որպեսզի իրենցից մինիմալը կամ վերադարձվի, կամ ընդհանրապես չվերադարձվի։ Բայց ընդհանուր առմամբ, եթե ձեր գնահատմամբ այս ամենի մեղավորությունը նաև հենց ընդդիմությանն է, կա դրանում որևէ քաղաքական պատճառաբանություն, թե ինչու են իրենք դա անում։ Միգուցե հաջորդ ընտրություններին իրենց տեղը ապահովելու համար, միգուցե ձեր ասած ապօրինի գույքի բռնագազման օրենքի տակ չմտնելու համար, կա քաղաքական դրդապատճառ։ Դա քաղաքական դրդապատճառ չի, դա գողահավազական դրդապատճառ ես կանվանեի։ Քաղաքական բնույթի խոսակցություններ պարբերաբար ստացվում են ընդդիմության որոշ անդամների հետ, օրենքների քննարկման ժամանակ ես կարծում եմ, այս այդ պահն է, երբ որ իրենց թույլ են տալիս բովանդակային ինչ-որ քննարկումների մաս դառնալ, բայց մենք ինքներս գիտեք երբեմն քննարկումներ կա օրենքների, որ տպավորություն է ստացվում, որ ԿՊ-ի կեսը ընդդիմություն է դարձել։ Մենք ինքներս սկսում ենք քննադատել, բավական բուռն քննարկումներ ենք ունենում ազգային ժողովում, ինքներս մեր մասնակցությամբ, հա, այսինքն հետ ենք ուղարկում նախագծեր, երևի հետևած կլինեք, նկատած կլինեք, այսինքն մեծ հաշվով քաղաքացիական պայմանագիրը ստանձնել է նաև ուրեմն այդ դերակատարությունը եւ մենք փորձում ենք ապահովել դրանով։ Հարմարավետ դիրքում եք, ձեր որոշ падգամավորներ են։ Բացարձակ, ես կարծում եմ դա հարմարավետ դիրք չի։ Լավագույն ընդդիմությունը կարող էին լինել այս մանձին։ Գիտեք ինչ, եւ դա լավ էլ հարմարավետ ես չեմ կարծում, որ սա հարմարավետ ընդդիմություն է, հաշվի առնելով նաեւ այն պոտենցիալը, որ կարող էր օգտագործել նաեւ արտախորհրդարանական տարբեր քննարկումներում կամ օրինակ մեր արտագնա այցերի ժամանակ, ես չեմ կարծում, որ սա լավագույն ընդդիմությունն է, բայց մենք ընտրել ենք ժողովրդավարություն եւ պարտավոր ենք հարգել այն 200-250 հազար քաղաքացիների ընտրությունը եւ դրա ընտրության արդյունքը իհարկե Հայաստան դաշինքն է եւ պատիվ ունեմ, որ զուտ հայտնվել է խորհրդարանում, որովհետեւ երեք ուժերի պահանջ կա, այսինքն այնտեղ մի փոքր իրավիճակ է։ Ամփոփենք զրույցը վարչապետին անվստահություն հայտնելու դեռ չմեկնարկած կամ արդեն մեկնարկած գործընթացից, որովհետև Էդգար Ղազարյանը նախաձեռնող անդամներից մեկը ազգային ժողովում ոնց որ թե падգամավորների կամ հանձնաժողովների հետ է ուզում հանդիպել, 1-2 հանդիպում տեղի է ունեցել։ Ի վերջո սա ինչ գործընթաց է։ Դա սա հերթական կրկեսն է, որովհետև ակնհայտ է, որ ընդդիմություն ունի գետ մեկ տեխնացու, ով համարձակություն կունենա գալ ամբիոնին եւ արձագանքի մեր հարցերին պատասխանի։ Գործընթացը չկա, ինչ տեխնացու առաջարկի։ Իրականում առանց տեխնացի որևէ գործընթաց տեղի ունենալ չի կարող։ Թող գործընթացը սկսվի, մենք հաստատ այդ առումով ունենք եւ այդ տեխնացուն կառաջադրենք։ Իրանք չունեն տեխնացու, դա ակնհայտ է, այդ տեխնացու չունենալու մասին նաեւ խոսել է պատիվ ունեմ խմբակցությունը։ Եվ ակնհայտ է, որ որևէ մեկը չկա, որ այս պահին կարող է հանդգնել եւ գալ ազգային ժողովի ամբիոնից պատասխանելու քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարցերին, որովհետեւ չունեն այդ քաղաքական մշակույթը, այս պատկերը ի ցույց է դնում իրենց քաղաքական պատկերը,
քաղաքական հմտությունները եւ չունեն այդ համարձակությունը։ Իսկ ինչ վերաբերում է Էդգար Խազարյանի հանդիպումներին տարբեր падգամավորների հետ, անկեղծ ասած ես այսօր առաջին անգամ աչքովս ընկավ Գեգամ Նազարյանի հետ հանդիպումը, ես խստորեն դատապարտում եմ Էդգար Խազարյանի վիրավորական անընդունելի սրբապիղծ հայտարարությունն ու արձագանքը Գեգամ Նազարյանի որդու հետ կապված, Աստված չանի, որ որևէ ծնող իմանա կամ զգա այն ինչ որ զգում է Գեգամ Նազարյանը, Աստված չանի, ես դա ամենամեծ թշնամուս չեմ ցանկանա անկեղծ ասած եւ թող ոչ մեկ այդ սահմանը չհատի, որտեղ էլ եմ ասում քարը քարին չենք թողնի եւ թույլ չենք տալու անգամ ընդդիմադիր падգամավորներին այդպիսի նվաստացնող հայտարարություններով փորձել վիրավորել եւ նեղացնել։ Ի հեճուկս նրան որ Գեգամ Նազարյանը ընդդիմադիր падգամավոր է, Հայաստան դաշինքից եղել էական չէ։ Նման ձև վիրավորել քաղաքացուն, ում որդին արժանապատվորեն մասնակցել է պատերազմի եւ զոհվել չի կարելի անել։ Լավ, Տիկին Ղազարյան, ինչ եք մտածում, այս նախաձեռնությունը ուղղված է ձեր դեմ իշխանությունների, թե երկու ընդդիմադիր ֆրակցիաներն են իրար մեջ ինչ-որ հարցեր փորձում բարձել, ինչու եմ հարցը տալիս, որովհետև նույն Հայաստան խմբակցությունը երբ հայտարարություն էր տարածել, որ այո, մենք պատրաստ ենք մեր բոլոր падգամավորների 28 ստորագրությունը դնել, բայց միևնույն ժամանակ այնտեղ իրենք դատապարտում էին, որ իրենց կարող են շանտաժի ենթարկել կամ իրենց հետ շանտաժի լեզվով խոսել եւ կասկած էին հայտնում մտադրությունների, իրական նպատակների վերաբերյալ, որ արդյոք սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է, թե իրենց թիրախավորելու։ Հիմա այստեղ որտեղ է խնդիրը, ձեր դեմ է ուղղված, թե միմյանց միջև ֆրակցիաները փորձում են հարցեր բարձել։ Ես չեմ հիշում ընդդիմադիր որ գործիչ էր, թե բլոգեր էր հարցազրույց տալիս, ասում էր, որ ակնհայտ չէ, որ ԿՊ-ն միասնական է եւ ես շատ ուրախ եմ, որ իրենք տեսնում են, թե ինչքան միասնական է ԿՊ-ն իր դիրքորոշման մեջ, այսինքն ստեղ մեզ առհասարակ դե նույնիսկ նպատակը է ապարդյուն նպատակ է, ԿՊ-ն միասնական է ավելին քան երբևէ։ Իսկ ինչ վերաբերում է գուցե բեմադրված իրենց մեջ տարաձայնությանը, որովհետև մենք Գյումրիում էլ չէ, տեսնում ենք, որ իբր երկու տեխնացուները քոչարյանական եւ սերժական հակամարտության մեջ ինչ որ անձնական վենդետայի խնդիր կա եւ այլն, բայց տեսանք ոնց են միավորվում։ Ես անկեղծ ասած որպես քաղաքացի չեմ հավատում Ստանիսլավսկու պես նիվերու, ես կարծում եմ, որ սա հերթական բեմադրություն է, քանի որ Լևոն Քոչարյանը մի ոդքասթում շատ հստակ արձանագրել է, չէ, ասել է 1 գումարած 1, միշտ չէ որ 3 է նշանակում, ինչ նկատի ունենալով, որ այս եթե իրենք 3 օրինակ նախկին նախագահ միավորվեն, փաստ չէ որ համագումարը կլինի իրենց ընտրազանգվածի։ Ես կարծում եմ իրենք էլ են գիտակցել, որ միմյանց վանում են իրենց ներկայությամբ իրենց պոտենցիալ ընտրողների, որոշել են հետեւյալ բանաձևով գնալ առանձին եւ վերջը միավորվել։ Մենք ունենք Գյումրիի օրինակը մեր աչքի առաջ եւ մեր քաղաքացիների նաեւ այս օրինակով պետք է իցուց դնենք, որ առնվազն երկու ընդդիմադիր ֆրակցիաներ ունեն մեկ նպատակ։ Սահմանադրական դատարան փորձելով վիճարկել այս օրենքի նախագիծ ապօրինի ծագում ունեցող գույքի պաշտպանել իրենց սեփական ունեցվածքը։ Իրենք երբևէ քաղաքացիների մասին հոգ չեն տարել։ Դրա վկայությունը վերջին 20 տարիներն է։ Չի կարող քաղաքացիների մասին հոգ տանող երկրի ղեկավարը մարտի 1-ի պես իրադարձություն չբացահայտել եւ ուրեմն կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանն էր։ Կհանդիպենք։